Ողջույն ինֆորմացիոն ժամը սկսված է 2013-ի վերջին եթերն է այսօր իհարկե տեղեկացնելու եւս մեկ անգամ ինֆորմացնելու ձեզ մենք պատրաստ ենք, իսկ դուք մնացեք իհարկե Ֆորտունա Մարզայինի հետ։ Ինֆոժամի եթերը հեռարձակվում ՀԿ կենտրոն քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ։ Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, ես ուզում եմ սիրով հիշեցնել, որ ինֆոժամ հաղորդման նպատակն է ապահովել այլընտրանքային լրատվամիջոցների տեղեկատվության հասանելիությունը։ Եվ իհարկե խոսելով ինֆոժամի վերջին տարեվերջային եթերի մասին, ուզում եմ տեղեկացնել հարգելի հեռուստադիտողներ, որ այսօր ծրագիրը ամբողջովին անդրադառնալու է քաղաքում գործող հասարակական կազմակերպությունների աշխատանքներին եւ իհարկե պատմությանը։ Իսկ միգուցե անայդ եւս մեկ անգամ հիշեցնենք մեր հեռուստադիտողներին, թե ինչ է իրենց ներկայացնում հասարակական կազմակերպությունը։ Իհարկե կներկայացնենք անպայման հասարակական կազմակերպությունը իրավական կազմակերպություն է, որ ստեղծում է որոշակի մարդկանց կամ կազմակերպությունների նախաձեռնությամբ եւ որ ամենակարևորն է առանց կառավարության մասնակցությամբ։ Հասարակական կազմակերպությունը լայն տարածում է գտել նաեւ հետեւյալ անվանումով ոչ կառավարական կազմակերպություն։ Հասարակական կազմակերպությունների գործելակերպը կայանում է նրանում հարգելնես, որ սատարեն եւ օգնեն այնպիսի խնդիրների լուծման համար, որոնք մարդը միայնակ չի կարող լուծել կամ պարզապես դժվարին է։ Հենց այս առումով որոշակի շահեր ունեցող մարդիկ համախմբվում են, ստեղծում են կազմակերպություն եւ իհարկե փորձում են աջակցություն ցուցաբերել այդ առումով։ Ամենակարևորն այն է, որ կազմակերպության գործառույթների ընթացքում ձեռք բերված եկամուտները չեն բաժանվում թիմի անդամների միջև, այլ կայանում է որոշակի կադրային ծրագրային նպատակների իրագործման համար։ Ցանկացած հասարակական կազմակերպության շահառուն կոչվում են հենց նրանց կամավորները։ Իսկ հասարակական կազմակերպությունների մասին առավել մանրամասն կխոսենք այսօրվա հաղորդման ընթացքում։ Մնացեք ինֆոժամի հետ։ Ինչպես նշեցինք հաղորդման սկզբում, այս անգամ ինֆոժամը անդրադարձել է հասարակական կազմակերպություններին։ Առաջին կազմակերպությունը, որ ուզում եմ սիրով ձեզ ներկայացնել, Օրան բարեգործական հասարակական կազմակերպությունն է։ Այն հիմնադրվել է 2000 թվականին ապրիլին Երևան քաղաքում աջակցելու 16 մուրացկան երեխաների։ Այնուհետև ընդլայնելով իր գործունեությունը, կենտրոն է բացել նաև Վանաձոր քաղաքում։ Բացումը տեղի է ունեցել 2009 թվականի սեպտեմբերին։ Օրան բարեգործական հասարակական կազմակերպության նպատակն է աջակցել Հայաստանի անապահով եւ առավել կարիքավոր ընտանիքներին, իսկ խնդիրները հետեւյալն են. օգնության ձեռք մեկնել փողոցում հայտնված երեխաներին, ներառելով նրանց կրթական, մշակութային, սոցիալական ծրագրերի մեջ, պայքարել երեխան որպես ընտանիքում հիմնական հաց վաստակող երևույթի դեմ, բացահայտել եւ զարգացնել երեխաների հետաքրքրություններն ու ունակությունները եւ դրանով իսկ նրանց մղել դեպի ապագա մասնագիտության, ինչպես նաեւ կանխել եւ վերացնել աղքատության եւ մուրացկանության տարածումը Հայաստանի երեխաների եւ տարեցների շրջանում։ Իր առաքելությունը իրականացնելու համար Օրան բարեգործական հասարակական կազմակերպությունը տարեցների եւ երեխաների համար մատուցում է հետեւյալ ծառայությունները՝ սոցիալական, ինչպես նաեւ կրթական ծրագրեր, բուժօգնություն, մշակութային նախաձեռնություններ եւ ձեռարվեստի գործ։ Հարգելի հեռուստադիտողներ, խոսելով Խաչվող ույներ հասարակական կազմակերպության մասին, նշենք, որ Խաչվող ույներ հասարակական կազմակերպության նպատակն է աջակցել սոցիալական դաշտի բարեփոխմանը, խթանել քաղաքացիական հասարակության զարգացման ձևավորմանը, իրականացնելով առողջապահական, տեղեկատվական, կրթական, սոցիալական մի շարք ծրագրեր։ Եվ իհարկե այս ծրագրերի ուղղման լուծման ճանապարհին հասարակական կազմակերպությունը հանձն է առել նաև խնդիրները հաղթահարել իհարկե օրենքով սահմանված կարգով։ Խաչվող ույները իրականացնում է մի շարք ծրագրեր վերջիններիս ուղղությամբ համագործակցելով Հայաստանի Հանրապետության պետական կառույցների տեղական ինքնակառավարման մարմինների հետ, իհարկե նաև հաշվի առնելով քաղաքացիների աջակցությունը եւ վերջինիս հնարավորություններն ու միջամտությունները։ Խաչվողը հիմք է ընդունել նաև ներկայացնել մի շարք ծրագրեր, որոնք զարգ կտան, որպիսի բնակչության տարբեր խավի ներկայացուցիչներն ունենալով սոցիալական ապահով կյանք ներկա լինեն նաև քաղաքացիական հասարակության զարգացման ու ձևավորմանը։ Խաչվողիները ներկայացնում են նաև մի շարք ծրագրեր մանուկների, պատանիների, երեխաների հետ նրանց բարոյաֆիզիկական դաստիարակության ուղղված։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ոչ քաղաքական եւ ոչ կրոնական, ինչպես նաեւ շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որի առաքելությունը ազգային եւ տարածաշրջանային մակարդակներում նախաձեռնությունների աջակցությունն ու խթանումն է, ինչպես նաեւ խաղաղասիրական եւ իրավապաշտպանական գործունեության հզորացումը։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը գործում է հետեւյալ ոլորտներում՝ մարդու իրավունքների պաշտպանություն, շահերի պաշտպանություն, քաղաքացիական նախաձեռնություններ եւ խաղաղասիրություն։ Եվ իր գործունեությունը Վանաձորի քաղաքացիական ասամբլեայի գրասենյակը կարգավորում է տարբեր քննարկումների, ինչպես նաև սեմինարների, դասընթացների, բանավեճերի միջոցով։
Հարգելի հեռուստադիտողներ, ծրագրի այս մասում խոսելու ենք հույս եւ օգնություն հասարակական կազմակերպության մասին, որը հիմնադրվել է 1995 թվականին մի շարք շահագրգիռ մարդկանց կողմից, ովքեր հիմնականում բժիշկներ են եւ իհարկե սոցիալական ոլորտի աշխատակիցներ ու նաեւ մանկավարժներ։ Այս մարդիկ իրականացնելով մի շարք ծրագրեր համախմբվել են, որպեսզի բնակության շրջանում սոցիալական ապահովություն եւ որ ամենակարևորն է նաեւ առողջ ապրելակերպ եւ մտածելակերպ տարածելու ձգտումն է։ Բժիշկների, մանկավարժների համատեղ ջանքերի շնորհիվ աջակցություն է ցուցաբերվում այն մարդկանց, ովքեր ունեն դրա հիմնականում նաև անապահով խավի ներկայացուցիչներ։ Հույս եւ օգնություն իր արժեվ հիմք եւ խնդիր է ծառայում, որպեսզի աջակցեն եւ օգնել իհարկե կրթական, առողջապահական ոլորտին ավելի մասնագիտացնելու եւ իհարկե մարդկանց հնարավորություններն ու ունակությունները բարձրացնելու առողջ ապրելակերպի եւ որ ամենակարևորն է առողջության գիտակցումին հասնելու նպատակով։ Հայկական Կարիտաս կազմակերպությունը պաշտոնապես Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության կողմից որպես տեղական հասարակական կազմակերպություն գրանցվել է 1997 թվականին։ Կազմակերպությունը իր գործունեությունը ծավալում է հետևյալ ոլորտներում՝ սոցիալական խնամք եւ պաշտպանություն, համայնքային զարգացում, հանրային առողջություն, ինչպես նաեւ միգրացիա եւ ինտեգրացում։ Համայնքային զարգացում բաժինը կիրառելով մասնակցային մեթոդներ հնարավորություն է ընձեռում, որպեսզի համայնքները զարգանան, անդրադառնալով հենց համայնքների խնդիրներին եւ կարիքներին եւ իհարկե չվնասելով շրջակա միջավայրը։ Հանրային առողջություն բաժինը նպատակ ունի ապահովել առողջությունը խոցելի խմբերի եւ նրանց տրամադրել համապատասխան բուժում եւ դեղորայք։ Իսկ միգրացիա եւ ինտեգրում բաժինը նպատակ ունի մշակել Հայաստան վերադարձողների համար վերաինտեգրման ծրագիր եւ միջոցներ, ինչպես նաեւ ստեղծել արդյունավետ տեղեկատվական պոտենցիալ միգրանտների համար։ Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն հասարակական կազմակերպությունը ներկայացնում է կազմակերպություն, որը փորձում է իրականացնել իրավապաշտպան կառուցողական դաշտ։ Եվ իհարկե այն հիմնվել է 1995 թվականին որպես իրավապաշտպան կառույց եւ իհարկե ոչ քաղաքական նպատակներով։ Հսիկի գործառույթների մեջ է այն, որպեսզի հասարակության մեջ իրավունքի պաշտպանման մշակույթ ձևակերպի իհարկե կրթական եւ գիտական մակարդակը քարոզելով։ Խաղաղության երկխոսություն հասարակական կազմակերպությունը իրականացնում է քաղաքացիական հասարակության զարգացման ուղղված մի շարք ծրագրեր։ Կազմակերպության առաքելությունն է քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցության ապահովումը տարածաշրջանային, ազգային, ինչպես նաև միջազգային մակարդակներում։ Նաև փոխադարձ հարգանքի պայմաններում ընթացող երկխոսության խթանումը հակամարտող կողմերի հակասությունների միջև, որպիսի կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը հասնեն եւ նորերը փոխարինեն երկարաժամկետ նպատակներով։ Նշվածին հասնելու ուղիներն են հասարակության ներուժի զարգացումը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի պատվաստումը, ինչպես նաև հակամարտությունների արդյունքում տուժածների շահերի պաշտպանությունը։ Լոռու զարգացման կենտրոն հասարակական կազմակերպության առաքելությունն է իրականացնել ինքնուրույն հասարակություն գործելակերպով եւ մտածելակերպով հանդերձ։ Հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2002 թվականին։ Նպատակն է իրականացնել Լոռու տարածաշրջանի գործելակերպը իհարկե հեռանկարային եւ զարգացման աստիճանի հետ կապված։ Այն իրականացնում է առողջապահական, բնապահպանական, տնտեսական եւ իհարկե սոցիալական դաշտին ուղղված զարգացման ուղիները փնտրելու ուղղությամբ ծրագրեր։ Զարգացման կենտրոն հասարակական կազմակերպությունը նաև տարածում է մարդու իրավունքներ եւ ժողովրդավարության քաղաքականություն։ Սիրելի հեռուստադիտող բարեկամներ, այն հասարակական կազմակերպությունները, որոնք այսօր տեղ չեն գտել ինֆոժամ հաղորդման մեջ, նրանց մասին ինֆորմացիան դուք կարող եք գտնել այցելելով lorri.government.am կայքը, որտեղ հենց հասարակական կազմակերպությունների բաժնում ձեր առջև կհայտնվեն ոչ միայն Վանաձորում, այլ նաև Լոռվա մարզում գործող հասարակական կազմակերպությունները։ Դուք կարող եք ստանալ նաև տեղեկատվություն նրանց գործունեության, ինչպես նաև գործունեության հասցեի եւ կոնտակտային տվյալների մասին։ Հարգելի հեռուստադիտողներ, այսքանով ավարտվեց 2013 թվականի Ինֆոժամ հաղորդման վերջին թողարկումը եւս։ Մենք անցնող տարում փորձեցինք ներկայացնել ինտերնետային տարբեր հարթակների գործառույթները վերջինիս աշխատանքների մասին ձեզ սիրելիներս տեղյակ պահելով։ Ինֆոժամը եթեր հեռարձակվեց ՀԿ կենտրոն քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ։ Իսկ ես սիրով հիշեցնեմ, որ Ինֆոժամ հաղորդման նպատակն է ապահովել այլընտրանքային լրատվամիջոցների տեղեկատվության հասանելիությունը, ինչը հուսով եմ մեզ հաջողվեց։ Իսկ այս պայն ուզում ենք սիրով շնորհավորել բոլորիդ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ մաղթել միայն բարի լուրերով տարի եւ իհարկե հաջողություն շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ, թող 2014 թվականը բոլորիդ սեր եւ երջանկություն բերի։ Հաջողություն։